Adobe Photoshop-ում բացի eyedropper-ից tool-ից նաև կարելի է օգտագործել Color Sample tool-ը, որը հնարավորություն է տալիս ընտրել կոնկրետ մի գույն, վերցնել նրա նմուշը, նշել նրան և տեսնել դրա ինֆորմացիան։ Եթե օրինակ մենք այժմ սեղմենք այս գործիքով, ապա մեր մոտ կբացվի info պանելը, որտեղ մենք կարող ենք կարդալ ինչպես CMYK գույների, RGB և նրա կոորդինատները, չափերը ինֆորմացիոն պանելում, որը կոչվում է info պանել։ Ներքևը մենք կարող ենք տեսնել մեր դոկումենտի չափը, դրանից ներքև մենք ունենք մի օգնություն tip, որը մեզ ասում է, որ մենք կարող ենք սեղմել նկարի վրա ստեղծելով մեկ ուրիշ նմուշ, այսինքն վերցնենք այդ նմուշը, կամ կարող ենք սեղմել Ctrl և ավելացնել այդ նմուշը մեր եղածին։ Ինչպես դուք հիմա տեսնում եք, մենք ունենք 1, 2, 3 նմուշ։ Այս նմուշների վրա սեղմելիս բացվում է նրա context մենյուն, որտեղից մենք կարող ենք ընտրել, թե ինչ գույների մասին ինֆորմացիա մենք կստանանք։ Բացի դրանից մենք կարող ենք ստանալ ակտուալ գույնը, կոնկրետ, կարող ենք այստեղ proof color, այսինքն ճշտել գույնը, թե նա ինչպիսին է, և կարող ենք այստեղից ջնջել, delete անել այդ նմուշը, որը վերցրել ենք մենք պանելից։ Հիմա սեղմում ենք և ավելացնում ենք։ Այս պանելը ունի հատկություններ, որտեղ մենք կարող ենք փոփոխել, թե ինչ գույնային ռեժիմով է նա աշխատում, երկրորդ գույնային ռեժիմը կարող ենք ընտրել մեր ցանկությամբ, կարող ենք փոփոխել մաուսի կոորդինատները, ասենք նա ներկայացվի սանտիմետրով, և ինֆորմացիան, ստատուս ինֆորմացիան, որ դուք այստեղ տեսնում եք, մենք կարող ենք ստանալ ինֆորմացիա, ինչպես դոկումենտի պրոֆիլի, չափի, size-ի, scale-ի, այդ չափականությանը ինչ ձևով ենք մենք չափում, օբյեկտների, smart, նրա ժամանակի մասին, թե կոնկրետ ինչ գործիք ենք օգտագործում, կարող ենք նաև հաշվել այդ շերտերի քանակը, կարող ենք այստեղից միացնել կարգավորումը, որը թույլ է տալիս տեսնել composite color-ների, այսինքն composite գույների արժեքները, կարող ենք այստեղից անջատել show to hints-ը, որը մեզ ցույց չտա այդ հինտերը, այժմ մենք delete անենք այս մեր կետերը, ասենք նաև, որ մենք կարող ենք այս կետերը տեղափոխել ցանկացած տեղ և ստանալ այդ ինֆորմացիան, ջնջենք նաև այս կետը։ Այժմ Photoshop-ում հնարավորություն կա, երբ որ մենք աշխատում ենք eyedropper-ով, օգտվելով Alt Shift և Right Click mouse, այսինքն սեղմելով աջ կոճակը, մենք կարող ենք բացել HUD-ը, նա կբացի մեզ գույնային պանել, որտեղից մենք կարող ենք ընտրել մեր գույնը։ Այս գույնային պանելը մենք կարող ենք կարգավորել, եթե գանք Photoshop General, այս վահանակից, այստեղ մենք ունենք Hue Color Picker կարգավորում, կարող ենք ընտրել արդեն մեր եղած այդ Hue Strip-ի չափը, փոքր, միջին և մեծ, ինչպես նաև կարող ենք այն ներկայացնել գունային ակի օգնությամբ, Hue Wheel-ի օգնությամբ, որը նույնպես ունի չափեր։ Եթե մենք օրինակ հիմա ընտրենք այստեղ large, դուք կտեսնեք, որ մեր մոտ կբացվի այս color wheel-ը, որի չափերը այժմ բավականին մեծ են, և մենք կարող ենք այստեղից տեղաշարժելով մաուսը ընտրենք մեր ուզած գույնը։ Չափը այստեղից նորից մենք կարող ենք փոքրացնել, օրինակ անել իրան ուղղակի color wheel, նորից սեղմել, և այստեղ դուք արդեն կտեսնեք, որ մենք
հնարավորություն ունենք ավելի փոքր չափերով տեսնել այդ գույնարանակը եւ ընտրել համապատասխան գույնը։